մենք լիարժեք վերականգնենք մեր եկեղեցու հոգևոր կարգավիճակը եւ միտքս ես ավարտեմ եւ ինչ վերաբերում է ձեր հարցին ոչ հրահանգ չի եղել իսկ ինչ վերաբերում է մեր համայնքի ղեկավարի տեսանյութին ես տեսանյութը չեմ տեսել բայց երեք էլ ես կարդացի որ Facebook-յան հաշվով գրել էր որ ինքը մասնակցելու է եւ ովքեր որ ցանկություն ունեն կարող են մասնակցել դե ես շատ նորմալ եմ համարում ու ես էլ մասնակցում եմ որպես նաև իմ աջակցություն Տեր Արամի եւ միգուցե այդ իմ այսօրվա հայտարարությունը եթե մյուս կիրակի էլ պատարակ լինի ինչ որ մարդկանց տրամադրի որ իրենք գան մասնակցեն դա ոչինչի մասին չի այս կիրակի նախորդի անհամեմատ ավելի քիչ մարդ են հավաքվել սա խոսում է դրա մասին որ այսինքն հիասթափված են կամ չեն կիսում ձեր կարծիքը քանի որ նախորդ կիրակի հպարտությամբ նշում են որ ժողովուրդը տեսեք ինչ ժողովուրդի հոծ բազմություն է հավաքվել եւ սա խոսում է հենց այն մասին որ ճիշտ ուղղությամբ է եւ այլն ես ճիշտն ասած անցած կիրակի էլ չեմ հաշվել այս կիրակի էլ չեմ պատրաստում հաշվել եթե դուք հաշվել եք Եթե դուք հաշվել եք, դուք կիմանաք, անցած կիրակի էր ավելի բազմամարդ, թե այս կիրակի, ես արդեն նշեցի, որ ես չեմ հաշվել, այս կիրակի էլ չեմ հաշվելու ու տրամաբանություն չեմ էլ տեսնում։ Եթե մենք մեր առաջ նման խնդիր չենք դրել, իմաստը որն է, ովքեր որ ցանկություն ունեն, ովքեր որ միգուցե մարդիկ կան, որ կիսելով մեր կարծիքը, բայց ժամանակ կամ հարկ չեն համարել դան այստեղ։ Դա ոչինչ չի նշանակում, ասեմ, նման խնդիր մենք մեր առաջ չենք դրել։ Տեսեք, բայց պարոն Մովսիսյան, այդ դեպքում եթե ձեր առաջ նման խնդիր չեք դրել, օրինակ Արագածոտնի մարզում տարբեր վանական համալիրներ կան, որտեղ պատարակներ են մատուցվում, երկրորդ կիրակին անընդմեջ դուք մարզպետ լինելով ինչ եք գալիս Հովանավանք, Սուրբ Գևորգ գնացեք, այլ եկեղեցիներ գնացեք կամ հենց Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որտեղ հենց հիմա էլ պատարակ է մատուցվում։ Ինչու չեք գնում եւ նաեւ երկրորդ հարցը միանգամից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ նորոգման պատարակ է հա ձեզ համար հաճելի է ամեն անգամ գալ եւ լսել թե եկեղեցու բակում միմյանց վրա ինչպես են գորգռում նաեւ ընդհուպ մինչեւ հայհոյանքներ են լսում սա է նորոգման պատարակը Մի քանի հարց տվեցիք, պատասխանեմ ձեր հարցերին։ Նախ առաջինը, դուք նշեցիք Մայրաթորի պատարակի մասին։ Ես մի հատ հարց առաջացավ, որ թվի մասին խոսում եք, սա կավեն անցած կիրակի կամ այս կիրակի։ Իսկ ինչու չեք գնում Մայրաթորի պատարակի մարդկանց հաշվեք թե քանի հոգի են։ Մենք այնտեղից էլ լուսաբանում ենք։ Ես ասեմ, որովհետեւ ես ամենայն դեպս չվերջացնեմ, ես Եղբայրջան, մի խանգարեք մեր այս դրա մասն է խոսում։ Ժողովուրդ ջան, մանա ես ասեմ հետ կապված, քանի որ կարգալից հրճակված կանաներ հայտարարել։ Վերջացնեմ միտքը, ես հարցը բավականին պարզ տվել է, ես փորձեմ պատասխանել։ Ես խորհուրդ եմ տալիս նաև ընտեղի Ձեզ խնդրեմ պարոն Մովսիսյան, մի փոքր հետ գնանք, չխոչընդոտենք պետական։ Ես խորհուրդ եմ տալիս նաև Մայրաթորի պատարակի մարդկանց հաշվել, էլի հետ Եկեք որ չխանգարենք ժողովուրդ Իսկ ինչ վերաբերում է ինչու եմ ես երկու անգամ պատարակը մասնակցում Օհանավանի Հովանավանքում Ես բազմիցս նշել եմ հիմա էլ չեմ զրան նաև կնշեմ զուտ մի պատճառով, որովհետև ես իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին եւ պատճառը դա է։ Բայց ես ներողություն եմ Սպասեք կմոտենեք խոսեք։ Խոսելու է։ Առաջ չգնում չէ։ Սպասում ենք։